Բարև ձեզ սիրելի ընկերներ, բարեկամներ, ազգականներ, սկսում ենք մի նոր ոդքասթի 7-րդ թողարկումը, այսօր մեր հյուրն է ջրային կոմիտեի ղեկավար Արամաստ Ղալամքարյանը, բայց մենք խոսելու ենք ոչ միայն ջրից, այլ ամեն ինչից։ Բարև ձեզ, պարոն Ղալամքարյան։ Ողջույն։ Արամաստ ջան, այս օրերին ամենաշատ հարցը, որ տալիս են քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, ընտրությունների մասնակիցներին, ասում են երբ է լավ լինելու։ Երբ է լավ լինելու։ Հիմա էլ է լավ, կախված նրանից, թե ինչպես ենք նայում կյանքին, ինչ տրամադրվածությամբ ու ինչ դիտանկյունով, կյանքի ցանկացած իրավիճակում կարող ենք դրականը տեսնել։ Իմ ամենասիրած օրինակը Ֆրանկլն է, հրեա հոգեբան, որը համակենտրոնացման ճամբարում էր ու հետո գիրք գրեց, Man's Search for Meaning է կոչվում, ռուսերեն մի քիչ ուրիշ ձևով են թարգմանել, Скажи жизни да։ Ու այդ գրքում հրաշք կտոր կա այն մասին, թե ոնց է ինքը իր մեջ ուժ գտել սիրելու, կյանքը սիրելու, հիշելու իր սիրած էակին, հավատը չկորցնելու, լույս տեսնելու, պայծառություն տեսնելու, անգամ համակենտրոնացման ճամբարում։ Մենք ոնց կարող ենք բողոքել։ Դե ոնց չբողոքենք, երբ որ կենսաթոշակները ավելացան ոչ թե 50,000 դրամով, այլ ընդամենը 10,000 դրամով։ Ինչպես չբողոքենք, երբ որ Range Rover քշում են մի քանի հոգի եւ ոչ բոլորը։ Նախ Range Rover-ը շքեղություն է ու ես շատ առողջ չեմ համարում համատարած ձգտումը շքեղության։ Դա պիտի մարդ իր մեջ սահմանափակի ու դա լավ տեղ չտանող ճանապարհ է։ Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, պիտի համեմատության մեջ նայենք։ Կենսաթոշակները 17-18 թվականին 16,000 դրամ էին, հիմա 46,000 դրամ են։ Միջին կենսաթոշակը բարձրացվեց եւ նվազագույնը բարձրացվեց, վերջին 8 տարիներին 7 անգամ դեպի բարձրացում փոփոխություն է արվել, իհարկե դա բավարար չէ, բայց համեմատության մեջ պիտի նայենք ու ես մի բան էլ ասեմ, մենք որպես աշխատող տարիքի մարդիկ, մենք նաեւ պիտի գիտակցենք, որ նաեւ մեզնից է կախված, թե ինչ կենսաթոշակ կստանա արդեն չաշխատող ծնողը, տատիկը, պապիկը, եւ պիտի նաեւ նայենք մեր դեմոգրաֆիային։ Մենք քանի երեխա ենք ունենում։ Մենք արդյոք թույլ չենք տալիս, որ մեր հասարակությունը վերածվի ծերացող հասարակության ու գնալով ավելի ու ավելի մեծ բեռ ընկնի աշխատողների ու երիտասարդների ու գուցե լավ չենք բացատրում։ Գուցե այդ բացատրելը կաղում է, երբ որ քաղաքականությունը ինչ ենք ուզում, լավ չի ներկայացում կամ մարդը ինչ պետք է։ Չպետք է ուղղորդենք այսօր բանականությունը, մի քիչ կոպիտ եմ ասելու, բանականությունը պարտվում է TikTok-յան Reels են ասում, ինչ են ասում։ Այսինքն մարդուն, երիտասարդին, երեխային, պատանուն այլ ուղերձներ է տալիս, նա վերցնում է դա ընդունում որպես ճշմարտություն ու ձգտում դեպի դա, որը բերում է կործանման վերջին հաշվով։ Իսկ հակառակը թույլ է, ինչ ես կարծում, դա թույլ է, թե ես եմ այդպես մտածում։ Արժի մենք հայ երեխային, Հայաստանում ապրող պատանուն անդադ օգնենք մեր խորհուրդներով։ Նախ ես կարծում եմ, որ դարեր ի վեր, նույնիսկ հազարամյակներ որակյալ ու ինչն եմ ես կոչում որակյալ, մարդուն ազատություն տվող, մարդուն ազատ դարձնող, մարդու ի բնե, ի վերուստ ազատ ծնված լինելու այդ կարողությունը չկաշկանդող կրթությունը միշտ եղել է փոքրամասնությանը հասանելի, ոչ մեծամասնությանը։ Հիմա եթե համեմատենք, ասենք նախապաշարմունքները, որոնք կային միջնադարում, այդ խավարամտությունը բառի իսկական իմաստով, չգիտեմ, Ջորդան ու Բրունո այրելու կամ այդ ինկվիզիցիա կամ այդ
հուկների որս նման երևույթները իրանք ինչպես էին արվում մեծամասնության պահանջով, աջակցությամբ, առնվազն աջակցությամբ ու ծափերով մարդիկ հավաքվում էին հրապարակներում ու նայում էին թե ինչպես են ուրիշներին այրում առնվազն համաձայնությամբ եւ հիմա էլ ես չեմ զարմանում որ այդ տեղեկատվական աղմուկը այդ մոլորեցնող ապատեղեկատվությունը նույնիսկ ուղղորդված այս հիբրիդային պատերազմները ես չեմ զարմանում որ դրանք համատարած են շատ դժվար գործ է այդ աղմուկի մեջ գտնել ճիշտ ուղերձը նախ լռությունը գտնել մարդ պետք է ինքը իր մեջ լռություն գտնի որ կարողանա տարբերակել աղմուկը մեր օրերում դա լուրջ խնդիր է մարդը մտածելու ժամանակ չունի մարդը նույնիսկ չի կարծում որ ինքը պետք է մտածի ինքը վազքի մեջ է վազքի դեպի փողը ավելի շատ փողը ավելի շատ մեծ փողը ու ես մտածում եմ որ ինձ էս մի քիչ երկար միջև հարցը ձևակերպել պատմություն պատմեմ ինձ երկու հոգի իրարից անկախ երբ որ 90-ականների վերջին մեկը Բուլղարիայից մեկը Լեհաստանից արտագնա աշխատանքից վերադարձան իմ տարեկիցներ էին երկուսն են նույն բանն են ասել գիտես հետարքիր է ասում եմ մեկին բուլղարացի մյուսին լեհ ասելա ձեր ազգի աշխատելու իմաստը որն է եթե դուք ոչ մի տոնոր չունեք Պատճառը գիտես որն է լեհերն էլ բուլղարացիներն էլ նկատել են որ հայերը ոչ զատիկին են գնում հանգստանալու ոչ կիրակի օրը ոչ նոր տարուն անդադար շուկայում առևտուր են անում ու այդ հարցը ասում է դու էլ ինչի ես աշխատում եթե դու նույնիսկ հանգստյան օր չունես այս մեր ազգի մեջ դա բացակայում է գիտեք ոնց որ մարդը ծնվի ծրագրավորված որ ինքը պարտադիր պետքա միլիոնատեր դառնա ու երբ որ մենք նայում ենք բոլորը դժգույն դեմքերով քայլում են ինքը դեռ միլիոնատեր չի դարձել ու ինքը մտածում է եթե ես միլիոնատեր չեմ դարձել ուրեմն ես անհաջողակի մեկն եմ ու դրանից էս չարությունն է Համաձայն ես թե համաձայն եմ, հա, շատ դիպուկ ձևակերպում էր, ես ինքս էլ դա նկատել եմ։ Ես էլ դա այս ձևով էի ձևակերպում, որ միջին խավ լինելու նկատմամբ չկա բավարար հարգանք։ Այսինքն, եթե դու միջին խավին ես պատկանում, վայ ոնց կլինի դու միլիոնատեր չես, դու միջին խավին ես։ Ու այ դու քշում ես ոչ թե, չգիտեմ, 25 թվի արտադրության $100,000-նոց ինչ որ ասել քեզ Range Rover, այլ քշում ես ենթադրենք 2015 թվականի պայմանական Subaru։ Այդտեղ դա բայց ասեմ, էլի պիտի վերադառնամ այդ ինքնագիտակցությանը, որովհետև էլի եմ ասում, կողքից այդ ուղերձները, այդ հոսքը, այդ հոսանքը միշտ եղել է այսօր ահագնացած ծավալների որովհետև այսօր ունենք սոցիալական ցանցեր ու ինֆորմացիան շատ արագ է հասնում մարդուց եւ մարդուն։ Ահա։ Հիմա մենք պիտի հասկանանք, որ ինդուստրիան, ընդհանրապես խոշոր առումով գլոբալ ինդուստրիան, ինքը մարդուն պիտի տանի այդ ուղղությամբ, որ այո, դու այդ սկյուռիկի պես պետք է տտվես այդ օղակի մեջ, որ ավելի շատ փող աշխատես, բայց Նաև մեզ տրված այդ ունակությունը կա, ի վերուստ, մենք չգիտեմ ինչով ենք դրան արժանացել, բայց մեզ ով որ ստեղծել է, ինչ ուժ որ ստեղծել է, մեզ տվել է այդ ունակությունը, կշռադատելու, ինքդ քեզ հետ ազնիվ ու անկեղծ լինելու, դժվար հարցեր տալու, ինքդ քեզ դժվար իրականությունների առաջ դնելու, որոնք գործիքներ են իմ կարծիքով, որոնք կարող են մարդուն ինչ-որ առումով վեր դնել այդ հոսանքից, կամ պատկերացնենք, եթե դա գետի ջուր է հոսում, դու փորձես հակառակ ուղղությամբ գնալ, այդ ունակությունը մեր մեջ կա, այլ հարց մենք դա գիտակցում ենք, թե չէ, մենք դա աճեցնում ենք, թե չէ, թե մենք դա քննացնում ենք, մտցնում ենք կարպետի տակ։ Ամեն դեպքում ես sense եմ նայում, որ մեր պետության զարգացման հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի պայմանական ասած այդ միջին խավի
ձևավորում է իր կյանքից, քո ընտանիքից, աշխատանքից եւ անտեղի չներվայնացող նյարդերը չքայքայող մարդը, որ երթևեկությունն էլ նորմալանա, որովհետեւ քանի որ մենք նյարդային ազգ ենք ու անդադ շտապում ենք ու անդադ բարկանում ենք, մեր երթևեկությունն էլ լավը չի դրանից ու դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Ոչ միայն երթևեկությունը, նույնիսկ ամեն ինչը։ Նույնիսկ այն թե մենք ինչպես ենք քայլում մայթին եւ առավել ինչպես ենք կանգնում մայթին։ Ուշադրություն դարձրու ոնց ենք մենք կանգնում մայթին, փակելով մյուսների շարժվելու հնարավորությունը։ Ամենաշատը երևում է, գիտեք, մետրոպոլիտենի վագոն, գնացքի վագոնը մտնելու այդ ընթացքը, երբ որ ներս մտնողը հասարակ բան չի իրեն թույլ տալիս քաշվել մի կողմ, որ դուրս եկողը դուրս գա, ինքը հանգիստ մտնի, ինքը կուտակվում է այս դրան մոտ, դուրս եկողին խանգարելով հնարավորին չափ շատ։ Այդ դա էլի մտածողության խնդիր է, եւ ես մտածում եմ, որ դա առաջին հերթին դա բարեկրթության եւ կրթության խնդիրներն են։ Եվ նույնիսկ ես մտածում եմ, որ եթե մեր մոտ անցած տասնամյակներում այդ խնդիրը բարձր կամ գոնե միջին մակարդակի վրա լիներ, օրինակ այս նախընտրական շրջանում մի այսպիսի տգեղ երևույթի չէինք անդրադառնա, երբ որ մայիսի 31-ին հանրայինով բանավեճի ժամանակ մի կին, որը երրորդ ուժեղ Հայաստանից էր, ներողություն եմ խնդրում, որ անունը ազգանունը չգիտեմ էլ, բայց նա այնքան չարություն բերեց, այնքան սուտ բերեց եւ ստիպված նայում եմ, որովհետեւ ընկերները ցանկանում էին նայել, ես էլ իրենց հետ էի նայում էի ու ասում եմ Տեր իմ Աստված, այս կնոջ մեջ այս չարությունը որտեղից, ինչու է այդ չարությունը եւ մտածում եմ, ասում եմ, իրեն ուղարկողը դա գիտակցել է, որ կարող է ինչ-որ շրջանակներ ունեն չարի պահանջ, այդ կնոջ ուղարկենք թող չարը դուրս անի, կարող է մեր քվեները ավելանա։ Եվ երբ որ այդ չարը չսպասեց 7 օր կամ 40 օր նոր փլվեց, տեղում փլվեց, երբ որ ասեց, գիտեք, Հայաստանի պաշտպանության նախարարը կամ պաշտպանության ոլորտի մարդիկ չեն հասկանում, որ 155 մմ-անոց արկերը հնարավոր չէ մտցնել 150-ի մեջ, մտցնում են, կրակում են եւ սարքերը փչացնում են։ Եվ դա հանգեցրեց, որ ասում արդեն բոլորը մոռացան ինչ էին ասում, ծիծաղեցին եւ անցավ, բայց դա տխուր պատմություն էր։ Եկել էր վստահ, պնդում էր, որ 300,000 ադրբեջանցի է ցանկանում այս կառավարությունը բերել Հայաստան, ասում էր, որ սխալ զենքեր են առել, ասում էր, որ ամեն ինչ սխալ է ու ամեն ինչ վատ է ու ոչ մի լավ բան չկա այս երկրում, ոչ մի լավ բան ու ինքը ակնկալում է, որ ինքը ձայն կստանա։ Այ քո կարծիքով կիրթ, բարեկիրթ մարդը կարող է քվեարկել մի ուժի, որը ինքն էլ չգիտի, ինքը ձախ է, կենտրոնամետ է, աչ է, աչ ծայրահեղական է, չէ լինի, չէ այդպիսի բան։ Մի քանի դիտարկում էլի, եթե կարելի է։ Նախ ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ առնվազն իմ կողմից շատ մեղադրանք կա մեր ազգի հասցեին։ Ինչի՞։ Այդ բարեկրթության պակասը։ Մենք մեր ազգին չենք շատ պատճառներ կան։ Մեզ էլ ենք մեղադրում։ Այդ ընդունում եմ, ներառյալ մենք։ Երբ որ մենք ասում ենք բարեկրթության պակաս, մենք պետքա մի քանի բան գիտակցենք հստակ ու ազնիվ լինենք, դրանք արձանագրենք։ Մեկը այն, որ մենք 100-ամյակներ շարունակ սեփական պետություն չենք ունեցել։ Դա ամենակարևորն է։ Եվ նրանք, որոնք մեզ կառավարել են, Եղամ ջան, իրենց պետք չի եղել, որ մենք բարեկիրթ լինենք, ազատամիտ լինենք, կիրթ լինենք, ուժեղ լինենք, բարեկեցիկ կյանքով ապրենք։ Պետք չի եղել։ Մենք եղել ենք կիսաստրուկի կարգավիճակով դարեր շարունակ։ Հիմա մեզ դեռ սերունդներ պետք կլինեն, մինչև որ մենք ամուր ոտքերի վրա կանգնենք, մեր
քաղաքացի ու տեր լինենք այս երկրին, առնվազն 4 սերունդ պետք է հասկանանք, որ այդ նյարդային երթևեկությունը կամ իրար չհարգելը, իրար դիմաց թեկուզ մայթին ճանապարհ փակելը մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու մինչև դա գիտակցենք եւ ուզում եմ մի շատ կարեւոր հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, դա այն օբյեկտիվ տառապանքներն են եղել ու զրկանքներն են եղել, որոնց միջով անցել է մեր հասարակությունը վերջին տասնամյակներին։ Քիչ բան չի տեսել այս հասարակությունը։ Իմ տարիքի իմ սերնդակիցները տեսել են Սպիտակի երկրաշարժ առնվազն 88 թվին, տեսել են նկատի ունեմ առնվազն, դրանից առաջ չգնանք, էլի, տեսել են սովետական միության փլուզումը, տեսել են առաջին պատերազմը, հասարակարգի փլուզումը, սոցիալիզմից անցում դեպի անհասկանալի համակարգ, տեսել են առաջին պատերազմը, տեսել են 300,000 փախստականների ներհոսք ու եղբայրորեն ընդունել են այդ մարդկանց, տեսել են տնտեսության տոտալ փլուզում ու գործազրկություն, տեսել են շրջափակում, մութ, ցուրտ շրջափակում, հետո տեսել են փողաբաժանություն ընտրությունների, խայտառակ չափերի թալան ու կոռուպցիա, տեսել են հոկտեմբերի 27, տեսել են մարտի 1, տեսել են եւս մեկ պատերազմ, տեսել են Արցախի հայաթափում։ Օբյեկտիվորեն պիտի բավականին մեծ ներքին ուժ ունենա մարդ, որ չչարանա այս ամեն ինչից։ Դրա համար ես ոնց որ մի քիչ ալիբի եմ տալիս այս մարդկանց ու չեմ պատրաստվում այդ կնոջը քննարկել, ճիշտ ասած չեմ նայել այդ բանավեճը, բայց պիտի նաև տարանջատենք, հա, այն օբյեկտիվը ու պատվեր կատարելը ու դրա համար վճարվելը։ Սա այլ պատմածային է, շատ ճիշտ դիտարկում ես։ Պիտի մեկը մյուսի հետ չխառնենք։ Այս մարդիկ կոնկրետ վճարվել են ու վճարվում են, ունեն մեկ օրակարգ, այդ օրակարգը Հայաստանի անկախացման, դե ֆակտո անկախացման այս ընթացքը բեկելն է։ Այսինքն այս ինքնիշխանության մակարդակի տարեց տարի բարձրացումը պիտի կասեցվի ինչ-որ ձևով իրենց կողմից, դա է իրենց օրակարգը, եւ ընթացքը բեկվի դեպի կախյալության այն մակարդակ, որը մենք ունեինք նախկինում։ Հիմա վերադառնալով քո հարցին, այդ մարդիկ ձայն կստանան թե չէ։ Այն օբյեկտիվ չարացած ու նեղսստած ընտրազանգվածը, նրա մի մասը պիտի ինչ-որ մեկին մեղավոր համարի, այդ ուժը չունի ռեֆլեքսիայի ու պիտի ինչ-որ մեկին մեղադրի։ Նրա համար, որ այս ինչ բան է եղավ, այն ինչ բան է եղավ, այն ինչ բան է եղավ։ Ես հակված եմ նրան, որ ցանկացած բացասական բան, որ մեզ հետ տեղի է ունենում, թե անձնական մակարդակում, անհատական մակարդակում, թե որպես հասարակություն, մենք փորձենք վերլուծել, մենք փորձենք սեփական սխալները գտնել ու մեղքի բաժինը գտնել այն ամենում, ինչ մեզ հետ կատարվում է։ Հիմա դրա ունակությունը շատերը ունեն, բայց չեն օգտագործում, եւ այո, այդ չարացածությունը չեմ բացառում, որ ոմանց կդրթի ձայն տալ այն մարդկանց, ում օրակարգը իրենք լավ էլ չեն էլ գիտակցում։ Իրանց առաջ մղող ուժը այն չի է, որ այս կամ այն կուսակցությունը ինչ-որ գրավիչ բան ասեց։ Իրենք ելնում են նրանից, որ այս ինչ մարդներ մեղավոր, մենք իրան ձայն պիտի չտանք։ Խափում են ակնհայտ սուտ, իրենք գիտեն, որ իրենք սուտ են խոսում, բայց անդադար կրկնում են մի նախադասություն։ Եթե ընտրեք քաղաքացիական պայմանագրին կամ Նիկոլ Փաշինյանին, նա 300,000 ադրբեջանցի է բերելու Հայաստան։ Ու անդադար կրկնում են։ Իդեպ այդ չար լեզու ունեցող կինն էր անդադ ասում, երևի հանձնարարել էին, որ կգնաս դու կասես։ Ու անդադ ասում են։ Ինչ որ միտեղ երևի հաշվել են, չէ, որ այ որ սա շատ ասեք, իմ դիտարկումները հանրության տարբեր խավերի մոտ դա առաջացնում է հակա ռեակցիա, զզվանք առաջացնում, բայց
ես մտածում եմ, իրենք չեն հասկանում, որ իրենք դրանից վնաս են կրում։ Իրենց ուզածը ինչու են այդ թեզը անդադ տարածում։ Ախր ուրիշ տարբերակ չունեն, Գեգամ ջան։ Ինչու չունեն։ Կարող են հետաքրքիր առաջարկներ, ազնիվ ասեն, սիրելի հայրենակիցներ, որ մենք գանք, այս ենք անելու, այս ենք անելու, այն ենք անելու, եւ ոչ թե ստեր։ Գուցե հնչի մի քիչ անպագորգոր հնչի, բայց իշխանությունը տեղ չի թողել դրա համար։ Ամենայն ազնվությամբ ես կներեք, չէ, ես ասեմ։ Մի հատ ավարտեմ նախադասությունը։ Չէ, ես ասեմ, որ դուք կարողանաք լավ ավարտեք։ Իշխանությունը ասում է 300 մանկապարտեզ 500 դպրոց, թե հակառակ է հիմա այս բան կարող ճիշտ չեմ հիշում։ Իրենք է թող ասեն, գիտեք, այս մեր հաշվարկն է, մենք կարող ենք անել 1500 դպրոց եւ 750 մանկապարտեզ։ Ինչու է ճանապարհով չեն գնում։ Գեգամ ջան, այլ եմ ասում, իշխանությունը այդ ճանապարհները փակել է իր գործունեությամբ։ Հայաստանում առաջիկա 5 տարվա համար ինչքան դպրոց որ պիտի կառուցվեր ու ինչքան մանկապարտեզ, արդեն իշխող քաղաքական ուժը այդ հանձնառությունը ստանձնել է։ Պաշտպանության բնագավառում, պաշտպանունակության բնագավառում, անվտանգության բնագավառում, արտաքին քաղաքականության բնագավառում, դիվանագիտության, որը չափազանց կարևոր է նաև մեր ազգային անվտանգության առումով, կենսամակարդակի բարձրացման, տնտեսության զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացիայի, առողջապահության համակարգի, առողջապահության բարեփոխումների, երևի երկու ոլորտ, որ ես առանձնացնելու լինեմ, որտեղ կարելի է ինչ-որ բան առաջարկել հայ հասարակությանը, Հայաստանի հասարակությանը, ոչ միայն հայ, դա մեկը ջրային ոլորտն էր, որի ղեկավարը ես եմ, որտեղ այո, ես ընդունում եմ, որ բարեփոխումները մինիմալ են եղել, եւ երկրորդը երևի թե արդարադատությունը, բայց երկու ուղղությամբ էլ իշխող ուժը, քաղաքական թիմը եւ վարչապետը անձամբ հայտարարել են, որ մեր առաջիկա հնգամյակի գլխավոր առաջնահերթություններից են լինելու։ Այսինքն տեղ չի մնում, հիմա ինչ անեն իրենք, ինչ անեն, ինչի մասին։ Արամազդը եկավ, ջրային կոմիտեն ղեկավարեց, կար ժամանակում ընդ որում ես այս մեր հայրենակիցներին էլ ասեմ, որ անաղմուկ առանց թմբուկ շեփորների Արամազդ Ղալամքարյանի պաշտոնավորումից հետո մեր Սևանալիճը սկսեց բարձրանալ։ Ինչ եմ ասում, թող գան ասեն ընկերներ, մենք ոչ թե 1 ամսում կես սանտիմետր կամ մի սանտիմետր կբարձրացնենք Սևանը, այլ 3 սանտիմետր, բայց ոչ թե խոսքով, այլ փաստարկված թվերով։ Ուրիշ բան է իմ ասածը։ Ինչի են գնում չարի ու քանդման ճանապարհով, ինչի են զզվելի տեսահոլովակ նկարում, որտեղ պատկերում են, որ եթե ընտրվում է Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի բոլոր շենքերից կախվում են Ադրբեջանի դրոշներ, հայերին դուրս են անում, գալիս են Ադրբեջան, ինչու են այս վատ բանանում։ Որովհետև այլ տարբերակ չունեն։ Դե այլ տարբերակ չունեն։ Ինչ ասեն գալու են կոռուպցիայի դեմ պայքարենք, իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Ասելու են գանք ընտրությունները դարձնենք արդար, թափանցիկ, այդ արդեն արվել է այս իշխանության կողմից։ Ավելի լավի տեղ չկա, որով դու կկարողանաս գրավել լրացուցիչ ընտրող իրենց ամբողջ հաշվարկը, այդ իմ ասած նեղսրտած, մասամբ օբյեկտիվորեն նեղսրտած, բայց ռեֆլեքսիայի չասեմ անընդունակ, բայց ռեֆլեքսիա չկիրառող մարդիկ են։ Դուք ինչ եք ասում, բայց սենց հիմա անցնենք մյուս տարբերակը, երբ որ իրենք ու հեսա մի բան էլ կասեմ քարոզարշավի հետ կապված։ Անպայման կասեք, որովհետև պետք է այսօր ավելի շատ հնարավորություն տանք մեր ժողովրդին լսել են, ինչ որ իրենք ուզում են լսել, բայց այս վերջին օրերին ինձ փողոցում, մեր բակում, Կիրանցում, գիտեք ամենաշատը ինչից են բողոքում իշխանություններից եւ Հովակիմյան Վահագից կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագիծ։ Չգիտեմ, ասեմ ինչից բողոքում են, ասում են այս ոմանք դատված չեն։ Ասում են ինչու ոմանք դատված չեն, որ մի հատ էլ ընտրություններին են մասնակցում։ Եվ երկրորդը ասում են այս վատ խոսույթը Հայաստանի մասին այսքան վատ տեսահոլովակներ նկարողները, սուտ խոսացողները, երբ որ ակնհայտ սուտ են ասում, ինչու չեն զրկվում ընտրությունների մասնակցելու հնարավորությունից։ Այսա գիտեք, ես հասկանում եմ, որ ծայրահեղ մոտեցում է, բայց
բաներ կա, օրինակ ես անկեղծ եմ ասում, այդ տեսահոլովակը ստեղծողին ես կուղարկեի հոգեբանի կամ հոգեբուժի մոտ։ Մի հատ հասկանանք ինչն է իրան դրտել այդ անելու։ Չէ, Գերամ ջան, դրա լուծումը այդ չի, դրա լուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեարկությունն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի այն լծակը ու գործիքը, որով այդ բոլորին կշպրտի քաղաքական աղբանոց։ Այդ մարդն էլ ասում աղբեր, ես գնամ քվեարկեմ, հա, էլի գնամ քվեարկեմ։ Սրանք էլի սենց շարունակելու են։ Դե ինքը շանս ունի հունիսի 7-ին գնալ ու այս մարդկանց քոքը կտրել Հայաստանից ու անելու է։ Կարոզարշավի հետ կապված էդ էի ուզում ասել, եթե կարելի է, էլի։ Քանի որ մասնակցում եմ մարզային այցերին, նաև Երևանում այցերին։ Գերամ ջան, ես երբ որ այդ ընդդիմության աչքերով եմ նայում հասարակության մեջ տեղի ունեցող process-ներին հենց այսօր, հենց այս վերջին շաբաթներին ախր իրանք տարբերակ չունեն խոճապի չմատնվելու, որովհետև այն ինչ տեղի ունենում հասարակության մեջ կրիստալիզացվում է, ավելի է մեծանում այն մարդկանց տեսակար կշիռը, ովքեր այլևս չեն հավատում այդ հոլովակներին կամ ընդհանրապես ոչ էլ նայում են, որ մի հատ էլ հավատան կամ չհավատան, ու այդ խզումը ոնց որ երկկողմ հակառակ ուղղություններով process-ը տեղի ունենում։ Այդ երեք այսպես կոչված ընդդիմադիր ուժերի ռեյտինգը իջնում է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռեյտինգը բարձրանում է։ Այո, այդ միաժամանակ դա տեղի ունենում։ Համաձայն եմ, այդ փաստա։ Իրենք խոճապի մեջ են, իրանք չգիտեն ուրիշ ինչ անեն։ Լավ, իրենք չգիտեն, մենք գիտենք եւ տեսեք, իրենք ինչ ծրագիր, պլան ասեմ։ Այսպես էր աշխարհը, որ դե Նիկոլեն ամենաբարդը արեց, վերցրեց իր վրա, այն լուծումները, այն որոշումները, որ իրենք չէին կայացնի այս կամ այն պատճառով, դա արեց, ինչ լավ է արեց, հիմա եկել է արդեն իշխանությունը վերցնելու եւ իրենց ձևով կառավարելու շրջանը, դա պարզ է, եւ ուզում եմ քո կարծիքը ինձ հետաքրքիր է, հիմա այս պահին դեռ ունենք ցավոք սրտի մարդիկ, որ հավատում են, որ գիտեք Նիկոլը մի գերբնական մարդ է, բայց իհարկե վատ իմաստով չարքա, որը եկավ ու ասեց Արցախը հայաթափվիր, Արցախ հանձնվիր Ադրբեջանին, չգիտեմ էս եղիր, են եղիր, բա մնացածը ինչ էին անում, եթե ասում են մենք ուժեղ ենք, մեկ ասում է ես ուժեղ եմ, մեկ ասում է ես կարող եմ, մեկ ասում է մենք թևեր ունենք, չգիտեմ, ոնց հանենք, ես իմ մեծագույն միշտ տխրություն, ցավը գիտեք, որ նա որ լավ մարդիկ կան, բարի մարդիկ կան, որոնք իրոք հավատում են, որ Արցախը մերն էր, փաստաթղթերով, չգիտեմ, կամ լավ անկախ պետություններ, Նիկոլը եկավ տվեց։ Ինչ ոնց որտեղ են կաղում, որ մարդկանց բացատրենք, թե իրականում ես մի քիչ ծայրահեղ եմ նայում եւ մեծամասնությունը լավ էլ գիտի ինչ ա եղել։ Մի փոքր հետ գնամ, հա, հարցին պատասխանելու համար։ Մեր պատմության դասագրքերը պիտի ճիշտը մեզ պատմեն մեր պատմության մասին, պիտի տեղից սկսենք։ Մենք պիտի առերեսվենք ցեղասպանության անցուդարձին, ոնց է դա տեղի ունեցել, ինչ process-ներ են տեղի ունեցել։ Մենք պիտի առերեսվենք, ինչ է տեղի ունեցել սովետական խորհրդային միության տարիներին։ Մի բան պատմեմ, ուրեմն 2 օր առաջ էր, էլի մարզային Տավուշի մարզում էինք, այցերի ժամանակ, ուրեմն Հաղարծին գյուղում էինք, Հաղարծին գյուղում։ Ջարխեջում։ Այո։ Ինչպես մյուս շատ հայաստանյան եւ վստահ եմ նաեւ ոչ հայաստանյան գյուղերում Հաղարծինում էլ կա հուշարձան հայրենական մեծ պատերազմի, հա, այդպես էր կոչվում, երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված։ Ուրեմն գեղամ կանգնել եմ ու կարդում եմ ազգանունները,
գյուղը ընդամենը մի սովետական գյուղ է եղել։ Գրված է ուրեմն ազգանուն, անուններ, նույն ազգանունը, անուններ ու հայրանունների առաջին տառերն են։ Ուրեմն ինչքան էլ մտածես, որ համընկնումներ կարող են լինել, այդքան համընկնում չի կարող լինել, որ նույն ազգանունը լինի, անունը ու հայրանունը նույնը լինի, նույն տառով սկսվի։ Ու սենց նայում եմ, ասում եմ, տպավորություն է, որ բնա ջնջել են, բնա ջնջել։ Տպավորությունը այդպես էլ եղել։ Ոնց կարելի է մի ընտանիքից տանել 3 արու, 3 իմ տղամարդ, իմ տատի ոնց կարելի է տանել ու Արամած ջան, իմ տատի 4 եղբայրները պատերազմից հետ չեն եկել։ մի տնից 4 Մի տնից 4 եղբայր։ Այո։ Հիմա ուրեմն գեղամ իմ ընկերոջ հետ էի, Էդգարի հետ էի, ասում է Էդգար հլնայի ու ինչքան խորհրդանշական է վատ իմաստով, բայց պիտի ասեմ։ Ուրեմն դիմացնել խաչքար ենք դրել Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին։ Ասում եմ Էդգար, այս երկուսի արմատները խորքային նույնն են, մեզ կայսրությունը մեղադրանքով չեմ ասում։ Եթե մենք լինեինք կայսրություն, երևի մենք էլ նույնն էինք անելու մեր վասալների նայած այդ կայսրությունը ինչպիսին է։ Բայց ինչից եկա այս մտքին, որ մենք պիտի առերեսվենք մեր պատմությանը, այդ թվում խորհրդային հատվածի։ Մենք պիտի հասկանանք, այդ ինչպես եղավ, որ 65 թվականին ոչ միայն Ծիծեռնակաբերդ կառուցվեց, այլև տարբեր գյուղերում, տարբեր բնակավայրերում կառուցվեցին այդ ջարդերի, այսպես կոչված ջարդերի զոհերի, այդտենց տարբեր բառեր են էլի օգտագործվում, զոհերի հիշատակին հուշարձաններ։ Մենք պիտի հասկանանք, ինչ տեղի ունեցավ 91 թվականից այս կողմ։ Մենք պիտի առերեսվենք ու մենք պիտի բաց աչքերով այդ ցավին նայենք։ Ներողություն ես ընդհատեմ։ Ես հիմա մի հայտարարություն անեմ, որ մեզ հերթական անգամ կեղծ մեղադրանք չներկայացնենք, եւ ես եւ Արամազդը գիտենք ու չենք կասկածում, որ եղել է մեծ ցեղասպանություն։ Մենք դատապարտում ենք եւ իրականացնողներին եւ կազմակերպիչներին։ Մեր ասածը ուրիշ է։ Մենք ասում ենք, եկեք հասկանանք ոնց եղան, որ 8 միլիոն օսմանցիները կարողացան բնաջնջել 2.5 միլիոն հայերին։ Մեր ասածը դա է, որ եկեք մտածենք։ Ճիշտ է։ Այո, ընդ որում այդտեղ շատ կոնկրետ քաղաքական օրակարգեր են եղել, քաղաքական ծրագիր ա եղել, ես միշտ այս թեմայով հարց եմ տալիս։ Ժողովուրդ ջան, ով ուզում է հասկանա ինչ էր կատարվում կամ այսպես ասեմ, ինչպես էին մեզ օգտագործում, երկու հարց։ Գնացեք փորփրեք, ինքներդ ձեզ հարց տվեք, եթե պատասխանը չգտնեք, գնացեք փորփրեք, փորձեք գտնել։ Մեր ազգային ազատագրական պայքարի այսպես էր կոչվում, չէ՞, մենք այդպես ենք դաստիարակվել։ Ֆիդայիները ազգային դասագրքերում այդպես էր։ Համեն դեպս 90-ական թվականներին մեզ այդպես է ներկայացվել։ Որտեղից էր գալիս փողը այդ պայքարի համար, առանց փող դա հնարավոր չէր, որտեղից էր գալիս զենքը։ Խնդրում եմ, մեզ լսողները թող գնան ու մի հատ վերլուծություն անեն, ուսումնասիրություն անեն, որտեղից էր դա գալիս։ Մի փաստել նշեմ, որ մարդիկ մտածեն, սա այս գրքի հեղինակը, որը ցավոք սրտի ես այդ գիրքը կորցրի, հրեա հեղինակ էր, կոչվում էր գիրքը, տպագրված էր 1963 կամ 62 թվականին, կոչվում էր Օսմանյան կայսրության տնտեսությունը 1830-ականներին։ Եվ ընթերցում եմ, պարզվում է, որ Օսմանյան կայսրության կապիտալի 80%-ը եղել է հայ բուրժուազիայի ձեռքին։ Շատ կարևոր ֆինանսական պաշտոններ զբաղեցրել են հայեր։ Եվ Օսմանյան կայսրության թղթադրամի վրա 4 լեզուներից մեկով որ գրված եղել, մեկը եղել է հայերենը։ Ես ուղղակի ուզում եմ այս միտքը Ժիրայր Լիպարիկյանն է դա լավ ասում։ Ժիրայր Լիպարիկյանն ասում է մեր խելքը կերան ու մեզ թված, որ առաջին աշխարհամարտի
տարիներին ու հետևանքով Օսմանյան կայսրությունը այնքան թուլացած է, որ մենք կարող ենք անկախություն հռչակել, բայց մենք չհասկացանք, որ Օսմանյան կայսրությունը ինչքան էլ թուլացած լինի, ինքը իր ազգային փոքրամասնության ուժի նկատմամբ բավարար ուժ ունի, որ ճնշի նման Դե գիտեք, չհասկացանք, որովհետև հայ քաղաքական միտք որպես այդպեսին չի եղել։ Տեսեք ինչ եմ ասում։ Եղել է հայ մարտիկ, որը պայքարել է։ Եղել է հայ կուսակցական գործիչ, բայց հայ քաղաքական միտք չի եղել, որ նստեն ու մտածեն, այս իրավիճակում մենք մեզ ոնց պահենք եւ ինչպես պահենք, չի եղել դա։ Ու եթե հիշում ես, այդ այսպես կոչված միտքը, պսևդոմիտքը, որը համարենք թե կար, եթե հիշում ես, իրենք որտեղ էին։ Փարիզներում, Բերլիններում, Վիեննաներում, Սոֆիաներում, Թիֆլիսներում։ Այո, Հայաստանում հրովարտակներ էին տարածում։ Հա, դա մեծագույն բան է։ Վերադառնալով քո հարցին, մի հատ շատ կարևոր իմ կարծիքով շատ կարևոր բան եմ ուզում ասել, Գեգամ ջան։ Ուզում եմ ասել, մենք մեզ պիտի ժամանակ տանք։ Մենք պիտի ավելի համբերատար լինենք։ Այո, համաձայն։ Բայց հիմքը պետք է դնենք առանց հիմքի մենք չենք կարա դա այդ գործողությունները անենք։ Հիմա այսպեսի մի հարց եմ տալիս։ Պատկերացրու, այս աշխարհը լեցուն է հրաշքներով, մենք ուղղակի չենք տեսնում այդ հրաշքները։ Կամ ոմանք տեսնում են, ես գիտեմ, որ ես ու դու տեսնում ենք, բայց ոմանք չեն տեսնում, բայց սենց եմ ասում, պայմանական, հիմա դու որոշում ես երկու նախադասությամբ, ինչպիսին պիտի լինի Հայաստանի Հանրապետությունը 2036 թվականին։ Ինչ ասես, դա էլ լինելու է։ Ինչպիսին ես ուզում լինի 2036 թվականի Հայաստանը։ 10 տարի հետո Հայաստանի Հանրապետությունում ես կուզեմ, որ մենք ունենանք ավելի հանդուրժող, միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող հասարակություն եւ վստահ եմ, որ լինելու է այդպես։ Ունենալու ենք այդ։ Ինչ տնտեսություն ենք ունենալու, ինչ ուղղություն ենք ունենալու, թե դա կարևոր չէ։ Սահմանները բաց են լինելու, մենք մեր հարևանների հետ նորմալ հարաբերություններ ենք ունենալու, գնացքը նստելու ենք Երևանում, իջնելու ենք Փարիզում։ Ես գիտեմ, որ այդպես է լինելու։ Ես մտածում եմ դուք ավելի հետաքրքիր բաներ կասեք։ Բայց ամենակարևորը լինելու է անկախ Հայաստանի Հանրապետություն հայկական քաղաքական մտքով, չէ՞։ Բոլոր կուսակցությունները ունենալու են հայակենտրոն։ Հայկական ու հայակենտրոն չի ասի, կասեի հայաստանյան եւ հայաստանակենտրոն։ Դե թող այդպեսին լինի, բայց բոլի Հայաստանի հավաքականը FIFA-ի դասակարգման աղյուսակում որտեղում է լինելու։ Եթե մենք մեր տնային աշխատանքը լավ անենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման տեսանկյունից, մենք 10 տարի հետո կունենանք գոնե այն հաջողությունը, որը ունեցավ մեր հարևան Վրաստանը։ Մենք գոնե կմտնենք Եվրոպայի կամ աշխարհի եզրափակիչ փուլ, առաջնության եզրափակիչ փուլ։ Բայց 2036 թվականի հետ կապված մի դիտարկում էլ անեմ, որը ուղղակիորեն կապված է իմ ղեկավարած ոլորտի հետ։ Դուք շտապեցիք, ես այդ մասին ես որտեվ ուզում եի պատկերացնել 2036 թվական, ես ինչ կուզեմ որ լինի, ես հաստատ կուզեմ, որ մենք ունենանք որակապես այլ մակարդակի ջրային ոլորտի կառավարում, ջրային ռեսուրսների նկատմամբ որակապես այլ վերաբերմունք հասարակության մեջ եւ այլ վարքագիծ։ Դա վերաբերում է ջրագողությանը, դա վերաբերում է ջրի խնայողությանը։ Ու ես էլի վստահ եմ, որ դա այդպես էլ լինելու է։ Իսկ Սևանա լիճը այսօրվա համեմատ քանի սանտիմետր ավելի բարձր կլինի 10 տարի հետո Այս հաշվի առ որ մենք իրար հետ նայելու ենք այս հաղորդումը 10 տարի հետո Հա գայթակղությունը մեծ է ասել որ Սևանա լիճը մենք կհասցնենք այն այսպես կոչված նորմատիվային մակարդակին, որից ավելի կարծես թե ասում եմ որ չի կարելի դրանից ավել որ լինի, գայթակղությունը շատ մեծ է, բայց մի քիչ շատ գուցե անպագորգոր հնչի, մի բան հստակ կարող եմ ասել, ինչը եւ խոստացել եմ երկրի ղեկավարին, որ մենք ամեն տարի յուրաքանչյուր հաջորդ տարի ավելի պակաս ջուր ենք վերցնելու Սևանից։
մենք Սևանը դարձնելու ենք մեր աչքի լույսը ու աչքի լույսի պես Իսկ պահելու։ Եղվարդի ջրամբարը կլինի այդ ժամանակ, թե պետք չի որ Եղվարդի ջրամբարը լինի։ Պետք է Եղվարդի ջրամբարը ստրատեգիկ երկարաժամկետ ու ստրատեգիկ կարևորություն ունի եւ ունենալու է Հայաստանի Հանրապետության համար։ Այս պահին գաղափարը ընդունված է, այսինքն մենք աշխատում ենք դրա ուղղությամբ, ժամանակին խորհրդային տարիներին եղել են վերլուծություններ, հետո թարմացվել են, մենք ուզում ենք վերադառնալ այդ պրոյեկտին, ունենք ֆինանսավորման աղբյուր, որը հետաքրքրված է, շատ վճռական ենք, որ Եղվարդի ջրամբարը դարձնենք իրականություն։ Եվ քանի որ ես էլ Արամազն էլ ֆուտբոլի մեծ սիրահարներ ենք, որոշել ենք զրույցը լինի 45 րոպե մի խաղակես ֆուտբոլային, բայց դե այդ կանոններից ելնելով մրցավարը 6 րոպե ավելացրեց, ինչ-որ խնդիրներ էին եղել, ու այդ 6 րոպեի ընթացքում մի կարևոր հարցի մասին եմ ուզում խոսել։ Մեր ժողովրդին ահաբեկելու համար ոմանք ասում են կապ չունի դուք ուզում եք թե չեք ուզում, միևնույն է, դուք չեք կարող լեզու գտնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Դուք չեք կարող խաղաղության մեջ ապրել նման հարևանների հետ։ Բնականաբար իրանք չեն ասում, բա դե եթե չեք կարող, բա դա դուք պետք մարդը ինքը հասկանում է, դե որ ես չեմ կարող լինել, ուրեմն ես չեմ կարող անկախ պետություն լինել։ Ուրեմն մենք ոնց հանենք, որ մեր սիրելի հայրենակիցները էլ վախ չունենան ապրել Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ սահմաններ ունենալով։ Երկու բան պիտի անել, որը եւ արվում է մեր երկրի ղեկավարության կողմից։ Առաջինը միշտ ունենալ պաշտպանունակ բանակ, միշտ անընդհատ արդիականացվող, բարեփոխվող, մարտունակ, պաշտպանունակ բանակ, սա արվում է ու դա միշտ պետք է արվի, սա մեկ։ Երկրորդը խաղաղությունը կա արդեն, խաղաղությունը կա, երկու դրսևորում ասեմ այդ խաղաղության, ու սա ասում եմ նաև մարդ, որի ավագ որդին, ինչպես քո որդին 44-օրյա պատերազմի մասնակից էր, եւ որի երկու որդիները այսօր բանակում ծառայում են։ Առաջինը եւ որն էլ ես ուղղակի մեծ լսողներին ասեմ, որ Արամազդը առաջին Արցախյանի ժամանակ, այսպես ասեմ, այդ տարիներին ծանր վիրավորում է ստացել մարտական դիրքում եւ հրաշքով է փրկվել։ Հա, մարտական դիրքում, բայց ոչ պատերազմի տարիներին։ Կապ չունի, մարտական դիրքում։ Այն որ ասում են խաղաղ է եղել։ Հա, չի։ Այդ դրա համար եմ ուզում ասել, որ ասում են խաղաղություն է։ Բա որ խաղաղություն էր, Արամազդը հակառակորդի կրակոցից ոնց կարար վիրավորում ստանալ։ Այդ երկու դրսևորումները, առաջինը հայ-ադրբեջանական սահմանին արդեն 2 տարի չունենք որևէ վիրավոր կամ զոհ։ Երկրորդ դրսևորումը մեր սահմանը առնվազն Ադրբեջանի կողմից ու հիմա նաև Վրաստանի միջոցով Թուրքիայի սահմանը դեռևս այդ մասով բացվել են ու խաղաղության դրսևորումներից մեկն էլ հենց դա է, Գեգամ ջան, որ մենք Ռուսաստանից ենք բեռներ ստանում, Ղազախստանից ենք բեռներ ստանում, հենց Ադրբեջանից ենք բեռներ ստանում ու եթե մենք մեզ մի քիչ ժամանակ տանք, այս հասարակությունը սկսի ապրել այս խաղաղության պայմաններում, ամրանա այս խաղաղությունը, մենք բոլորով փայփայենք ու հոգ տանենք այս խաղաղության համար, սկսելու ենք նորմալ աշխատել իրար հետ, նորմալ առևտուր անել ու նորմալ ապրել։ Ինչպես իմիջայլոց ասեմ, մեր շատ հայրենակիցներ արել են օրինակ Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Բոլորս ունենք, չէ՞, խոպանչի ընկերներ, ազգականներ։ Մի հատ եկեք հարցնենք, էլի վատ են աշխատել ադրբեջանցիների հետ։ Ես ասեմ, շատ ունեմ վկայություններ են մասին, անձնական վկայություններ անեկդոտալ, որ իրենք ադրբեջանցի գործընկերների հետ շատ ավելի լավ են աշխատել եւ աշխատում, քան հենց հայերի հետ։ Այդ մեզ հուշում է, որ ինչ որ մի այլ մութ ուժ գալի բզբզում ասում է, չէ, դուք պետք է կռվեք իրար հետ։ Մենք կռվելու չունենք իրար հետ։ Եվ մենք դեռ պետք է սովորենք ապրել անկախ Հայաստանի քաղաքացի, մենք այդ փորձը չունենք։
ոնց ենք խաղաղության մեջ որպես անկախ պետություն ապրում Թուրքիայի հետ, Թուրքիայի հետ ընդհանրապես չունենք։ Չհաշված են 18-20 թվականների 2 տարիները, երբ որ մարդիկ դեռ չէին էլ հասկացել, որ ապրում են անկախ պետությունում, այդ փորձը հանած Թուրքիայի հետ մենք շփման փորձ ընդհանրապես չունենք։ Մի քիչ համամիտ եմ, մի քիչ համամիտ չեմ։ Չէ, որովհետև մենք որպես անկախ պետություն Թուրքիայի հետ երբեք չենք շփվել, բայց որպես անհատական մակարդակում հայրենակիցներ ունենք 100,000-ավոր, որ Ստամբուլում այո, այդ չեմ ասում։ Ես որպես պետություն եմ ասում, Ադրբեջանի հետ ունենք 70 տարվա խաղաղության փորձ, բայց իհարկե սովետական միության կազմում, բայց եթե մենք կարող ենք որպես ազգ իրար հետ ապրենք, իհարկե դժվար է պատերազմի միջով անցած մարդիկ, զոհեր երկու կողմերից, բայց եթե լինի քաղաքական կամք եւ գիտակցում Վրաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում, որ եթե մենք ուզում ենք լինել անկախ պետություն, զարգանալ, մենք պետք է միմյանց հետ ունենանք շատ նորմալ ու լավ ու ամենակարևորը խաղաղ հարաբերություններ։ Համաձայն եք։ Եվ այս պահին լսվեց մրցավարի սուլիչի ձայնը, մեր հանդիպումը ավարտվեց շատ արագ, որտեղ շատ հետաքրքիր զրույց էր, շնորհակալություն Արամաստ, որ այս զբաղվածության շրջանում եկար, եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ը կդառնա Հայաստանի անկախության հաստատման երկրորդ կարևոր քայլը 91 թվականի սեպտեմբերի 21-ից հետո։ Եթե կարելի է մի ամփոփիչ նախադասություն ասեմ, Գեգամ, դատելով նրանց ինչ ես տեսնում եմ մարզերում ու նաև Երևանում, հիշեք խոսքս, մեր հասարակությունը զարմացնելու է մեզ։ Ես վստահ եմ, բայց ես ուզում եմ մեր հասարակության են ամենածույլ խավին ասեմ հանգիստ չլինեք եւ ձեզ ստիպեք անպայման գնալ ընտրատեղամաս, անպայման քվեարկեք։ Շնորհակալ եմ, որ այսքան ուշադիր մեզ լսեցիք, լավ եղեք, առողջ եղեք եւ ապրեք խաղաղության մեջ։